Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1405-րդ օրն է։ Մինչ գիշերը ուկրաինական դրոններն ու հրթիռները իրականացնում էին Ռուսաստանի ապառազմականացմանն ուղղված առաջադրանքներ Ադիգեյայի օդանավակայանից մինչև Տուլայի մարզում գտնվող կարևոր թիրախներ, աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ամերիկայի, մասնավորապես Ֆլորիդա նահանգում գտնվող Թրամփի մասնավոր նստավայր Մար-a-Լագոյին։ Ֆլորիդայում տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Ամերիկայի նախագահների հանդիպումը, եւ եթե Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ ինչպես նախկինում մնում է մշուշի մեջ, ապա փաստաթղթի այն հատվածը, որը վերաբերում է Ուկրաինային, առավել քան հստակ է։ Ես արդեն հնարավորություն ունեցել եմ եթերում ներկայացնել Ուկրաինայի դիրքորոշումը, ու եթե ռուսական կողմը Թրամփի միջոցով նախաձեռնել էր այս արդեն սկանդալային դարձած իբր կարգավորման ծրագիրը, որպեսզի մեզ վատ վիճակի մեջ դնի, ապա ուկրաինական կողմը բանակցային գործընթացը օգտագործում է մեր երկրի համար անհրաժեշտ հարցերի լուծման նպատակով, մասնավորապես մեր երկրի վերականգնման եւ անվտանգության հարցերի քննարկումով։ Եվ եթե ինչ-որ մեկը հույս ուներ այս գործարքի նախաձեռնությամբ, որը սկզբում բաղկացած էր 28 չափազանց վտանգավոր կետերից, մեզ փակուղու մեջ դնել, ապա հակառակորդը ակնհայտորեն սխալ հաշվարկ արեց, ուկրաինական կողմը ցանկացած հնարավորություն օգտագործում է իր շահերի առաջմղման համար եւ փակուղու առաջ են հիմա նրանք, ովքեր մեզ էին ուզում նեղը գցել։ Ֆլորիդայում քննարկվել են խաղաղության համաձայնագրի բոլոր ասպեկտները, այդ թվում արդեն 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը նախագահ Զելենսկու խոսքով համաձայնեցված է 90%-ով։ Ուկրաինայի պետության ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի բարօրության ծրագիրը գտնվում է վերջնական մշակման փուլում, ինչ վերաբերվում է Ամերիկայի եւ Ուկրաինայի միջև անվտանգության երաշխիքներին, ապա դրանք համաձայնեցված են 100%-ով։ Ամերիկա-Ուկրաինա-Եվրոպա անվտանգության երաշխիքները գրեթե ամբողջությամբ նույնպես համաձայնեցված են։ Ֆլորիդայում Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեջբերեմ մենք քննարկել ենք համաձայնագրի բոլոր ասպեկտները, որը ներառում է 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, եւ սա մեր ձեռքբերումն է եւ այն համաձայնեցված է 90%-ով։ Ամերիկա-Ուկրաինա անվտանգության երաշխիքները համաձայնեցված են 100%-ով, Ամերիկա-Եվրոպա-Ուկրաինա անվտանգության երաշխիքները գրեթե համաձայնեցված են։ Ռազմական բաղադրիչը համաձայնեցված է 100%-ով, իսկ բարօրության ծրագիրը ներկայումս վերջնական մշակման փուլում է, ասել է Զելենսկին Ֆլորիդայում Ամերիկայի նախագահ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Իդեպ մեր Telegram-ում ամենագլխավոր հատվածները տեղադրել ենք, վստահ եմ մեր լսարանի հիմնական մասը արդեն դիտել է։ Զելենսկու խոսքերը վկայում են, որ սա մեզ համար ամենակարևորն է, այսինքն մեր հարցերի լուծումը։ Մենք անկախ պետություն ենք եւ ունենք մեր սեփական օրակարգը։ Ինչքան էլ Պուտինը եւ նրա աջակիցները փորձեն մեզ շեղել մեր ճանապարհից, ինչպես արդեն ասել եմ, մենք կօգտագործենք բոլոր հնարավորություններն ու հարթակները Ուկրաինայի շահերի առաջմղման եւ պաշտպանության համար։ Շատ ծիծաղելի տեսք ուներ Պուտինը, նշեմ, որ Պուտինի ստերի այն հոսքը իբր Միրնոգրադի եւ Գուլյայպոլիի գրավման մասին, որը ռուս բռնապետը հուսահատված տարածում էր Ֆլորիդայում հանդիպումից առաջ, հույս ունենալով տպավորություն թողնել Թրամփի վրա, Պուտինը չհասավ իր նպատակին եւ Թրամփը այդ թղթային հորինված հաջողությունները անտեսեց։ Ծիծաղելի է տեսնել Պուտինի ճիքերը, քանի որ Ամերիկան ունի աշխարհի լավագույն հետախուզություններից մեկը եւ Թրամփը ցանկության դեպքում կարող է հանգիստ պարզել, որ Գուլյայպոլիայի ծայրամասում 3 մասնավոր տան գրավումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես քաղաքի գրավում։ Իդեպ, որտեղ ռուսները արդեն 3 բատալյոն են կորցրել։ Գրավողներից տեսեք, հա։ Ճիշտ է, մարտերը երբեմն շատ սաստիկ են, բայց ինչ-որ բնակավայր մտնելը դա դեռ գրավել չէ։ Ռուսները լայնածավալ պատերազմի 4 տարիների ընթացքում շատ տեղեր են մտել, բայց ուկրաինական զորքերը հնարավորության սահմաններում ամեն տեղից դուրս են մղում նրանց։ Ինձ զարմացնում են մեր որոշ հայրենակիցներ, որոնք մեկնաբանություններում հարց էին տալիս նույն Գուլյայպոլիայի մասին, որի վերաբերյալ ես արդեն 4 օր է պատմում եմ։ Ստացվում է կամ ուշադիր չեն լսում, կամ Պուտինի երկար տարիների ստերից հետո դեռ շարունակում են հավատալ նրան։ Այդ դեպքում հարց է առաջանում, էլ ինձ ինչու եք լսում։
որպեսզի Պուտինի ստի հարցը ինձ տակ, ես իրականությունը արդեն պատմել եմ։ Փաստորեն ռուսական քարոզչությունը ոմանց զրկել է լսելու կարողությունից։ Օրերս ինձ զվարճացրեց եւս մի դեռ երևի տատանվող մեկը մեր լսարանից, ով այն եթերի տակ, որտեղ ես պատմում էի, որ Ուկրաինան արդեն հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքում գտնվող որոշ թիրախներին, օգտագործելով դաշնակիցների կողմից փոխանցված ավիացիան, մասնավորապես Mirage եւ F-16 ինքնաթիռները, նույն եթերի մեկնաբանությունում հարց էր տալիս մեկը, իսկ ինչպես են օգտագործվում Ուկրաինային փոխանցված ինքնաթիռները։ Այստեղ ասելու բան չկա, ես պարզապես խորհուրդ տվեցի եւս մեկ անգամ լսել եթերը կամ նայել եթերի շապիկին ինքնաթիռները նկարված էին։ Եթե այժմ մեզ լսում են նման մարդիկ, ովքեր սպասում են, որ ես կրկնեմ այն լուրերը, որոնք պատմում են բազմաթիվ հայկական եւ ռուսական լրատվամիջոցներ Կրեմլի քարոզչության ազդեցության տակ, ապա նրանք իրենց նպատակին չեն հասնի եւ չեն լսի։ Մենք ունենք մեր սեփական օրակարգը եւ մեր ինտելեկտուալ լսարանին ներկայացնում ենք մեր լուրերը եւ ես իրոք մեր լսարանով հպարտանում եմ, որովհետեւ տեսնում եմ մեկնաբանություններում գրեթե համատարած իրականությունը ճիշտ գնահատող մարդկանց։ Կան շատ քիչ ամենայն հավանականությամբ կամ նորեկներ կամ հատուկ ուղարկված ինչ-որ ֆեյքեր, որ տարօրինակ հարցեր կամ ինչ-որ դեռ փորձում են հարցականի տակ դնել այն ինչ որ ես պատմում եմ, երևի թե չգիտեն, որ այն ինչի մասին ես ասում եմ, արդեն այդ ամենի պատկերները մեր Telegram-ում կան, հա, թող գնան Պուտինի ասացները ստուգեն։ Ինչպես ասացի, մենք մեր լսարանին ներկայացնում ենք իրականությունը եւ այդ իրականությունը տարբերվում է շատ ալիքների կամ կայքերի տված տեղեկատվությունից։ Հենց դրանով էլ պայմանավորված է իմ ալիքների իմաստը հաղորդել այն, ինչի մասին ուրիշները չեն խոսում։ Չեն խոսում տարբեր պատճառներով։ Մի մասը չգիտի, մի մասը Պուտինի ազդեցության տակ է։ Եվ ահա օրինակ այսօր քաղաքական նորություններից բացի ռազմաճակատից հայտնում եմ, որ վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 209 մարտական բախում եւ եւս 1180 ռուս օկուպանտ, այլևս երբեք նոր տարին չեն դիմավորի եւ չեն հարբի նաեւ մնացած այլ տոներին, քանի որ նրանք ոչնչացվել են Ուկրաինայի պաշտպանների կողմից։ 1180 ռուս օկուպանտ եւ նրանց 441 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը անցած մեկ օրվա ընթացքում լիկվիդացվել են մեր Ուկրաինայի պաշտպանների կողմից։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում, մի քանի վայրկյան է, խնդրում եմ սա տարեք եթերին, եկեք տեսնենք օրինակ այսօր առաջին 1 ժամվա մեջ որքան լայք կհավաքենք, արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հենց դուք եք ձեր լայքերով եւ տարածմամբ նպաստում եթերների տարածմանը, հենց դուք եք որոշում որքանով է կոնտենտը որակյալ եւ որ արժի, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան եթերի մասին եւ լսեն կամ տեսնեն։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Մինչ եթերի այլ թեմաներին անցնելը կարճ ներկայացնեմ Ուկրաինայի հայ համայնքի առօրյայից իրադարձություններ, այս տարի լրացավ Չեռնավցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս հայ առաքելական եկեղեցու հիմնադրման 150-ամյակը, մի հոգևոր օջախ, որը 1.5 դար հանդիսանում է տարածաշրջանի հայ համայնքի հավատքի, ավանդույթների եւ միասնության խորհրդանիշը։ Չնայած պատերազմին հայ համայնքը չի մոռանում իր կարևոր առիթները եւ նշում է դրանք, որքանով դա հնարավոր է այսօրվա պայմաններում, այդ կերպ համայնքը դարձնելով ավելի համախմբված Տաճարի 150-ամյակի առթիվ դեկտեմբերի 27-ին Սրբերի հիշատակի օրը Ուկրաինայի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովանիսյանը տաճարում մատուցեց Սուրբ Պատարագ։ Պատարագից հետո հանդիսավոր խոսքով ելույթ ունեցավ Չեռնավցի քաղաքի հայ համայնքի ղեկավար Վիկտոր Դավիդովիչը, ներկայացնելով հայ եկեղեցու եւ քաղաքի հայ համայնքի պատմության կարևոր էջերը։ Տոնակատարությունը շարունակվեց Լվովի Սաղմոս երգչախմբի եւ Չեռնավցի ակադեմիական կամերային նվագախմբի բարձրարվեստի ելույթներով, որոնք միջոցառմանը հաղորդեցին առանձնահատուկ հանդիսավորություն եւ խորություն։ Ասեմ, որ միջոցառմանը մասնակցում էին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ուկրաինայի հայերի միության անդամներ, ինչպես նաեւ տարբեր քրիստոնեական կոնֆեսիաների հոգեվորականներ։ Եկեղեցին համայնքային կյանքում ունի կարևոր դեր, այդ թվում երևի թե շատերի համար
համար անսպասելի կլինի, որ ասեմ նաև քաղաքական դեր, Ուկրաինայի քաղաքական գործիչները, մարզպետները, քաղաքապետերը այցելում են հայկական եկեղեցիներ եւ տեսնելով համայնքի համախմբվածությունը ձևավորում են ընդհանուր պատկերացում Ուկրաինայի հայերի մասին։ Այս պահին ձեր էկրաններին տեսնում եք լուսանկար, որտեղ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադավոյնն է հայկական եկեղեցում պատարագին մասնակցության ժամանակ։ Նա շատ հաճախ էր Լվովի հայկական մայր տաճարում տեղի ունեցած պատարագներին մասնակցում։ Սա օրինակներից մեկն է, ով չգիտի, ասեմ, որ մեր Լվովի հայկական եկեղեցին քաղաքի պատմական մասի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ է։ Համայնքի կյանքում ամեն ինչ փոխկապակցված է՝ մշակույթը, կրթությունը, հոգևորն ու քաղաքականությունը, եւ մեր համայնքի միասնությունը հաճախ օրինակ է ծառայում մյուսների համար, ինչը մեզ համար առանձնահատուկ հպարտության առիթ է։ Հիմա վերադառնանք քաղաքական թեմաներին։ Ֆլորիդայի թեման փակելով ասեմ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է 20 կետից բաղկացած խաղաղության պլանի 2 հարցերը, որոնք դեռ չեն լուծվել։ Այս մասին նա ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ առցանց զրույցում Եվրոպա վերադառնալու ճանապարհին։ Պետության ղեկավարին խնդրել են մեկնաբանել Թրամփի հայտարարությունը այն մասին, որ բանակցություններում այժմ դեռ դիտարկվում է 1-2 հարց։ Զելենսկին ասել է, որ դրանք են ինչպես է գործելու Զապորոժիեի ատոմակայանը եւ տարածքների հարցը։ Սրանք այն 2 հարցերն են, որոնք մնացել են հենց 20 կետանոց փաստաթղթում, բարձրաբանել է Ուկրաինայի առաջնորդը։ Հենց այս պատճառով այս 20 կետանոց պլանը պատրաստ է 90%-ով, հիշեցրել է Զելենսկին։ Իդեպ, հավանաբար լրատվամիջոցների համար խայպի թեմաները քիչ էին Ֆլորիդայում հանդիպման ֆոնին։ Այսօր առավոտից տարածում էր մտածածին լուր Զելենսկու եւ Պուտինի հնարավոր հեռախոսային զրույցի մասին, ինչ Պուտինի քարտուղար Պեսկովը ասում էր, թե հնարավոր է առայժմ միայն Պուտին-Թրամփ հեռախոսազրույց, Ուկրաինայի նախագահի գրասենյակից լրագրողներին պատասխանեցին, որ Զելենսկու եւ ռուս բռնապետ Պուտինի միջև զրույցը այժմ չի քննարկվում, սակայն Կիևը պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից ավելացրին, որ քննարկվում են պատերազմի կարգավորման այլ ձևաչափեր եւ մոտեցումներ։ Պատերազմը հեռախոսով չեն ավարտում, ընդգծել են Կիևում։ Նախագահի գրասենյակից նշում են, որ Ուկրաինան միշտ պատրաստ է զրուցելու ռուսական կողմի հետ ցանկացած ձևաչափում եւ ցանկացած վայրում, եթե խոսքը վերաբերում է պատերազմի ավարտին հասցնելու իրական քայլերին։ Եվս մեկ կարևոր եւ հետաքրքիր թեմա անալիտիկա ալիքով երեկվա կարճ եթերի ժամանակ ես անդրադարձա Պուտինյան Ռուսաստանին սանկցիաների շրջանցման ոլորտում Թուրքիայի ցուցաբերած օգնության թեմային։ Wall Street Journal-ի տվյալներով Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նավահանգստային քաղաքում ամսական մի քանի անգամ տանկերները պահեստավորման տերմինալներում բեռնաթափում են տասնյակ հազարավոր բարել նավթամթերք։ Այդ նավերի ճնշող մեծամասնությունը ժամանում է Ռուսաստանից, գրեթե նույն պարբերականությամբ այլ տանկերներ լքում են նավահանգիստը թուրքական, ուղևորվելով դեպի Եվրամիության երկրներ վառելիքի նույնանման ծավալներով։ Լրագրողների աչքից ոչինչ չի վրիպում։ Ներկայումս Բրյուսելը ուժեղացնում է Մերսինի տերմինալի եւ նմանատիպ այլ օբյեկտների մոնիթորինգը։ Եվրամիությունում դիտարկում են պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը այն նավահանգիստների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել որպես ետին մուտք դեպի Եվրոպա ռուսական վառելիքի մատակարարման համար։ Լրագրողները նշում են, Եվրամիության ամենաընդգրկուն միջոցառումներից մեկը կդառնա ռուսական նավթից երրորդ երկրներում, նախևառաջ Հնդկաստանում, Չինաստանում եւ Թուրքիայում արտադրված նավթամթերքի ներմուծման արգելքը։ Այս արգելքը պետք է ուժի մեջ մտնի արդեն հունվարի 21-ից։ Փորձագետների կարծիքով ռուսական նավթի համաշխարհային պահանջարկի իրական կրճատման համար կպահանջվեն ավելի արմատական քայլեր, ներառյալ հնարավոր մորատորիան այն երկրներից դիզելային վառելիքի եւ այլ նավթամթերքների ներմուծման վրա, որոնք օգտագործում են ռուսական նավթ։ Հետաքրքիր է, թե ինչպես թուրքական բիզնեսի դեմ հնարավոր պատժամիջոցները կազդեն Ադրբեջանի վրա, քանի որ այդ երկիրը հաճախ է օգտագործում թուրքական ենթակառուցվածքները իր արտահանման համար։ Խճճված կծիկ է դարձել այս ոլորտը։ Վերադառնալով ռազմական թեմաներին, ասեմ, որ Z ռազմական բլոգեր Ռամանովը հայտնել է ռուսական զորքի աղետալի վիճակի մասին Կուպյանսկում, ասում է, որ ձայնային հաղորդագրություններ ունի նրանցից, ովքեր մնացել են շրջապատման մեջ։ Ուկրաինական բանակը իր տիրապետության տակ վերցնելով Կուպյանսկը որոշ տեղամասերում շրջապատել է ռուսներին։ Երեք քարտեզը Telegram-ում դրել էի համ Կուպյանսկի, համ Գուլայպոլեի մասով։ Կուպյանսկի շրջանում ռուս զինվորները հայտնվել են շրջապատման մեջ եւ ամբողջությամբ կտրվել են հիմնական ուժերից,
Սրանք սահմանափակ խմբավորումներ են, շրջապատման օղակը հակառակորդի շուրջ շարունակում է սեղմվել, այս մասին հենց իրենք ռուսներն են հայտնում, Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են իրենց հերթին, որ ռուսական ստորաբաժանումների շրջապատումը գնալով ավելի խիստ է դառնում, ուկրաինական ուժերի առաջխաղացման ընթացքում օկուպանտների մի մասը ոչնչացվում է, մի մասը ընդունում է հանձնվելու որոշում, ուկրաինական կողմը ընդգծում է, որ գործողությունը կատարվում է առանց վռազելու, ծրագրավորված նվազագույն ռիսկերով մեր ստորաբաժանումների համար։ Իսկ Պուտինի բանակը հավանաբար Կրեմլի հերթական կեղծ հայտարարությունների պատճառով Գուլյայպոլեի մասին սկսել է ավելացնել մարտական գործողությունների քանակը այդ քաղաքի մոտակա շրջանում, երեկ այնտեղ ռուսները հարձակվել են 19 անգամ, եթե այսպես շարունակվի, Գուլյայպոլեն կարող է դառնալ Պոկրովսկի պես Պուտինյան զորքի զանգվածային ոչնչացման վայր։ Տարատեսակ լուրեր էին տարածվում քաղաքի մասին, ուկրաինական կողմը այսօր հայտնեց, որ վիճակը իրոք բարդ է, բայց մեր զորքերը, չնայած նաև բարդ ռելիեֆին, շարունակում են պահել դիրքերը քաղաքում։ Մեր դրոնները, ինչպես ասացի եթերի սկզբում, կամ ինչպես տեսել եք մեր տելեգրամում, դեկտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանի Ադիգեյեի հանրապետությունում կրկին այրոդրոմ էին խոցում, ուղղակի հարվածի է ենթարկվել Խանսկայա ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Մայկոպից ոչ հեռու, այս մասին հայտնում է Moscow Times-ը։ Մեր հաղորդման պատրաստման պահին ուկրաինական գլխավոր շտաբը դեռ մանրամասներ չէր ներկայացրել Ադիգեյեի օդանավակայանի վրա հարձակումների վերաբերյալ, նույնը վերաբերում է ուկրաինական դրոնների եւ հրթիռների հարձակումներին Ռուսաստանի այլ շրջաններում, երևի կադրերը Տուլայից էլ եք տեսել։ Իդեպ տարեվերջին արդեն սկսվել է մոտավոր թվերի հրապարակումները ռուսների կորուստների մասով։ 2025 թվականին Կրեմլի օկուպացիոն բանակի կորուստները գերազանցել են 400,000-ը, միջինում ռուսական բանակը ամսական մարտի դաշտում կորցրել է ավելի քան 30,000 զինծառայող, Պուտինի բանակը օկուպացրել է Ուկրաինայի տարածքի 1%-ից էլ պակաս տարածքը։ Անցնող տարում ոչ մի մեծ քաղաք չի օկուպացվել, չնայած Կրեմլի դիկտատորի եւ նրա ռազմական հրամանատարության հայտարարություններին, Պուտինը 25 թվականին միայն հուսահատությունից կեղծիքներ էր հայտարարում իբր գրաված Պոկրովսկի, Սևերսկի, Վալչանսկի, Կուպյանսկի մասին, այս վերջի օրերին էլ արդեն Գուլյայպոլեի մասին է հայտարարություններ անում, սակայն մենք բոլորս լավ գիտենք, սա Կրեմլի ռազմավարությունն է, կեղծիքներով փորձում են ծածկել իրենց ձախողումները։ Շատ չերկարացնեմ աշխատանքային օրվա եթերը, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, անպայման խնդրում եմ բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է ալիքի համար։ Ձեզ մաղթում եմ լավ երեկո, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը։ Բարով մնաք։